Բարև ձեզ սիրելի բարեկամներ, բարև ձեզ իմ հզոր հայացք, ես Հայաստանի ժողովրդական կոմունիստական կուսակցության ղեկավար Արթուր Ֆարմանյանն եմ։ Այսօր նորից ուզում եմ հանդես գալ իմ զեկույցով, հերթական զեկույցով, որպեսզի դուք տեղեկացված լինեք, թե ինչ է կատարվում քաղաքական դաշտում։ Իսկ մինչև իմ խոսույթը սկսելը, ես ուզում եմ մեկ անգամ ևս դիմեմ ընդդիմությանը։ Հարգելի կոլեգաներ, տիկնայք եւ պարոնայք, մեկ անգամ ևս հորդորում եմ եւ դիմում եմ ձեզ, եթե ուզում եք անգամ խնդրում եմ, այն քաղաքական ուժերը, այն քաղաքական կուսակցությունները, ովքեր վստահ չեն, որ իրենք կհաղթահարեն շեմը, որպեսզի անցնեն ազգային ժողով, խնդրում եմ ետ մնալ այդ մտքից, քանի որ այսօր երկրի լինել չլինելու հարցն է, եւ Հայաստանից Հանրապետությունը դա փորձադաշտ չէ, լավ է ետ կանգնեք այդ մտքից եւ ջուր չլցեք Նիկոլի ջաղացին, քանի որ եթե այն քաղաքական ուժերը չլսեցին իմ հորդորը, իմ խնդրանքը եւ ջուր լցեցին Նիկոլի ջաղացին, հունիսի 8-ին ես շատ կոշտ ձևի խախտելով բոլոր գծերը կանդրադառնամ ձեզ յուրաքանչյուրի։ Ես ասեցի, դուք լսեցիք, իսկ քանի որ դեռ ոչ ոք այդ որոշումը չի ընդունել եւ վստահ են, ես բոլորի ցանկանում եմ միայն հաջողություն։ Հաղթահարեք շեմը, անցեք ազգային ժողով եւ ծառայեք Հայաստանից Հանրապետությանը եւ հայ ժողովրդից արդար որպես հայ։ Ժողովուրդ ջան, իսկ հիմա անցնենք բուն թեմային։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը երեք ինչ է ասում։ Մեր թեթև մանրից սկսենք, ժողովրդի լեզվով ասած։ Խնդրեմ, տեսահոլովակը։ Էսի քիբիրա։ Իքիբիրացի ընդդիմության հիշեցի, դրանք խեն տենց պասի։ Կեն կարող խաղան։ Ինչ անով սրտի կան։ Նիկոլ Փաշինյան, ուտել է ուտում ես, հարց չկա, բարի ախոժակ, Նիկոլ, Ալեն, բարի ախոժակ, իսկ ինչ է նշանակում երկուսիդ բարբառը, դուք ով եք, Նիկոլ, Ալեն, դուք ով եք, դու Ալեն ասում ես ինձ դիմեք, պարոն նախագահ ազգային ժողովի, Նիկոլ դու ասում ես վարչապետ, ես չունեմ թուրքա լեզու խոսացող ոչ վարչապետ, ոչ էլ ազգային ժողովի նախագահ, դա ասում եմ ոչ թե որպես կուսակցության ղեկավար, այլ ասում եմ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, ինչ է նշանակում իքիբիր, Նիկոլ Փաշինյան, դպրոցում չես անցել 1, 2, 3, 4 հայկական բառերը, թե դա ձեզ դասավանել են Ալեն Սիմոնյան հատուկ ծառայությունները Թուրքիայի։ Ես հիմա անմիջապես ձեզ մեղադրանք եմ ներկայացնում, որ դուք իրար մեջ թուրքերեն եք խոսում։ Դուք խոսում եք թուրքերեն, Նիկոլ Փաշինյան եւ Ալեն Սիմոնյան։ Հիմա երկրորդը, Ալեն Սիմոնյան, ինչ է նշանակում ընդդիմությունը չի կարում խաղա։ Դուք ճիշտ եք ասում, ընդդիմությունը չի կարա խաղա եւ չի ուզում խաղա, քանի որ պետությունը խաղալիք չէ, Ալեն Սիմոնյան, իսկ երկիրը փորձադաշտ չէ, Ալեն Սիմոնյան, դուք եք խաղում Հայաստանից Հանրապետության հետ եւ Հայաստանից Հանրապետության քաղաքացու ճակատագրի հետ եւ ձեզ մոտ ասեմ շատ վատ է ստացվում այդ խաղալը, քանի որ ազգս դժբախտ է, երկիրս կործանման եզրին, Ալեն Սիմոնյան, բայց որպեսզի դուք իմանաք, թե ինչպես է կարող խաղալ ընդդիմությունը, մենք ձեզ հետ կխաղանք կալանա վայրերում։ Նիկոլ Փաշինյան ինչ էր ասում, ես այդքան չեմ նստե, դու ցմա ես նստելու Ալենի հետ եւ ձեր սաղ կուտոկի հետ միասին։ Չես ասե, խնդրեմ տեսահոլովակը։ Լսեք, ձեզ մի բան ասեմ, ուրեմն ես արդիկ քրեակատարական հիմնարկում նստել եմ ինչքան, ես ասեմ։ 4 տարի 7 տարի։ Չէ, այդքան շատ չեմ նստել, արդիկում կոնկրետ։ Արդիկում ես եկել եմ 10 թվականի դեկտեմբերին, դուս եմ եկել 11 թվականի մայիսին։ Տեսակ, այդքան չեմ նստել։ Ամեն ինչ արժևում է Նիկոլ Փաշինյան, չուսատվես, ամեն ինչ արժևում է։ Ժողովուրդ ջան, իսկ քանի որ սրանք սկսել են իրենց քարոզ արշավը, իրենց կեղծ խաղաղությունով, ապա տեսնենք ինչ ասում են բեղերով տառականը,
Իլխամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանի, Ալեն Սիմոնյանի հարազատ մտերիմ բարեկամները, խնդրեմ։ Հունիսի 18-ից 19-ը Բաքվում կկայանա «Վերադաս դեպի Արևմտյան Ադրբեջան» անվանումով փառատոն։ Սա հստակ ազդանշան է։ Բաքուն այլևս չի թաքցնում իր տարածքային պահանջները Հայաստանի նկատմամբ։ Սակայն ամենակարևորը տեղի կունենա ավելի վաղ, հունիսի 7-ին, Հայաստանում կայանալիք ընտրություններից հետո։ Ալիևն արդեն պատրաստվում է տոնել հաղթանակը, եւ այս հաղթանակի գլխավոր գործիքը զենքը չէ, այլ Երևանում կայանալիք ընտրությունները։ Քաղաքագետները նշում են, որ Բաքվի համար Փաշինյանի վերընտրությունը կապիտուլյացիոն կուրսի շարունակության երաշխիք է։ Ադրբեջանն արդեն ձեռք է բերել Ղարաբաղը եւ հիմա բացահայտ խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին։ Մինչ Հայաստանի վարչապետը համոզում է ժողովրդին հավատալ խաղաղությանը, նրա հարևանը պատրաստում է եւս մեկ հարձակում։ Սա ընտրություն է արժանապատվության եւ տարածքների եւս մեկ կորուստի միջև։ Եթե Փաշինյանը մնա, Ալիևը նույնիսկ կրակ չի արձակի։ Նա պարզապես կսպասի, որ նրանք ամեն ինչ հանձ Նիկոլ Փաշինյան, Մուստաֆայևը դրա համար է եկե։ Հա։ Մեծ ինչու չեք ասում, ինչու չեք բարձրաձայնում հպարտ քաղաքացուն Հայաստանից Հանրապետության, ինչ էր ասում Մուստաֆայևը։ Ինչ թուղթ է ստորագրեն Նիկոլ։ Պատրաստում ես Հայաստանը հանձնելու Նիկոլ Փաշինյան։ Հա։ Հելնում է ժողովրդի դեմ ասում է ընդդիմությունը, որ ասում են 300,000 հայ, 300,000 ադրբեջանցի է գալու, դա լկտի սուտ է։ Ես քո հետ համաձայն եմ, Նիկոլ Փաշինյան, դա լկտի սուտ է։ Դուք ուժեղ խաղացող եք, չէ՞ Ալեն Սիմոնյան։ Մելը ինչ է մելքի խաղակ, միլիոնից խոսացեք եւ բարձր։ Միլիոնից ավել ադրբեջանցի է գալու Նիկոլ Փաշինյան, հա։ Դուք ձեր ծոծրակը կտենաք, իշխանություն չեք տենա։ Եվ դու Նիկոլ Փաշինյան, որ գրառում ես անում, հետո ջնջում ես, համացանցերից եմ տեսել։ Բայց ինչի եմ հավատում։ Հիմա կապացուցեմ եւ քիմնավորեմ։ Ժողովուրդ ջան, համացանցերում եմ տեսել սա, ես չգիտեմ սրա իրականությունը կա թե չէ, բայց հիմա կասեմ ինչի եմ ես հավատում։ Խնդրեմ, ինչ եմ տեսել, տեսնեք այս տեսահոլովակը։ Дереву больно не от железного топора. Дереву больно от деревянной ручки, которая помогает рубить. Предательство больно не от врага. Враг это ожидаемо. Больно от своего. От того, кто был частью тебя. Նիկոլ Փաշինյան, դու չես գրել։ Ես մեծ սիրով կհավատայի, որ դու չես գրել Նիկոլ Փաշինյան։ Մեծ սիրով կհավատայի եւ կուզենայի հավատայի։ Եթե դուք չասեիք սա, խնդրեմ էսի տենակ ժողովուրդ ջան։ Դուք ձեզ թուրք համարում եք։ Այս բանը ասող է Նիկոլ, այս բանը չի գրի։ Հա։ Իսկ թվում է կգրի։ Փեշերիցը թերու չի, ինչպես կասի տատս։ Նիկոլ Փաշինյան, մի խաղացեք, ձեր լեզվով ասեմ, մի խաղացեք ազգիս հետ։ Մի հանեք ափերից ազգին։ Մի հանեք։ Ես ձեզ ասում եմ, քիչ է մնացել, 26-27 օր բան է մնացել։ Մի արեք։ Մի կատակարեք հայ ժողովրդի հետ։ Դուք մեր ազգին ձեր կարճ ուղեղով մտածում եք, ճանաչում եք, բայց ես վստահ ասում եմ, դուք չեք ճանաչում հայ ազգին։ Հայ ազգը համբերատար ազգ է, հայ ազգը խելացի ազգ է, բայց ափերից որ հելավ, բոլորիդ կսրբի։ Անկամ ժողովրդական դատարան չեք հասնի։ Մի արեք, մեղքեք, մի արեք։ Հանգիստ կետակ կնստեք, քարերի հանքերում քար կկդրեք, երկիրս կկառուցենք։ Մի արեք։ Հիմա ժողովուրդ ջան, Նիկոլ Փաշինյանի քաղաքական պապան ինչ է ասում, խնդրեմ։ Ես երբեք սուտ խոստում չեմ տվել ու երբեք չեմ էլ տա։ Երբ որ դժվարություն է եղել, երբ որ խնդիր է եղել, ես բաց ասել եմ։ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ ես եմ եղել այս երկրի գերագույն գլխավոր հրամանատարը։ Այ Լևոն Տեր-Պետրոսյան, դու լրիվ անամոթ ես։ Ասենք տարիքդ ապրած մարդ 80-ից քո դասարանցիները սա մեռել են, միակ դու ես մնացել։ Դավաճանները այդքան երկար են ապրում, դա օրենքն է կյանքի։ Լավ տղեկն են շուտ զոհվում։ Այդ դու հիմա դրերես ասես ես չեմ խապել, դու չես խապել։ Մատերիս վրա տեղ չի լինի ծալեմ։ Գլխիդ էլ մաս չկա, որ ասեմ գլխիդ չափ կարամ օրինակ բերեմ։ Այդ դու չէիր, որ ասում էր տղայեք մի տվեք հողերը։ Այդ դու չէիր, որ 88 թվին ժողովրդին ասիր միացում Արցախը, Հայաստանը եւ վերջ։ Այդ դու չէիր, որ ծնեցիր Նիկոլին կծի ժողովրդի ջանին։ Այդ դու չէիր, որ խորհրդային միության Հայաստանի Հանրապետության բոլոր գործարանները ծախեցիք, թալեցիք։ Անուն դնելով, որ
զենք ենք առնում։ Զենքը ռուսը ձերի տվեց, այդ զենքերն էլ տարակետ էլ լափեցիք, վերջում եք Նիկոլը բանտիկը պատեցախ հազնեց, քո աշակերտը, հրապարակեմ, ժողովուրդը դա լսել է, քանի անգամ ինչ հրահանգներ ես տվել, թե մարտի 1-ով, թե մնացածով, թե քո մուտիտով, ես գիտեմ, որ դուք ջհուդական թուրքական պրոյեկտ ես, Լևոն, գոնե հիմա մի խոսա, սուս ու փուս բերանդ փագի մինչև դատարան, վեր ընկի տեղդ, ես կյանքում իմ սահմանները չեմ ասում տարեց մարդու հանդեպ, բայց դու չես թողում, շանս չես թողում, վեր ընկի տեղդ, նստի, սուս մնա, դավաճաններ, դուք անգամ ձեր թիմակից ընկերներին դավաճանեցիք, վանո երեխեն հիվանդ մեռնում է, հիվանդանոցում, մի կոպեկով չեք օգնում, դուք պիտի ազգի մասին մտածեք, դուք ձեզնով կռիսներով իրար եք սկսել ուտել։ Ժողովուրդ ջան, կներեք ավելնորդ էմոցիաներից համար, ես ձեզ ասում եմ, այս մարդիկ տանում են երկիրը կործանման, տանում են երկիրը թուրքացման եւ հաձման, ուշադիր լսեք, ուշադիր հետևեք մեզ, ես անկեղծ եմ ասում, ես յուրաքանչյուր ճշմարտություն պետք է հասցնեմ ձեզ, մեկ անգամ եւս կրկնեմ, իմ կյանքը նվիրել եմ ես ձեզ եւ Հայաստանից Հանրապետությանը, մինչեւ վերջի շունչս պայքարելու եմ ձեր, մեր հայրենիքի համար։ Սիրելի բարեկամներ, եթե Նիկոլը վերարտադրվավ, հերիք չի, որ նա հողերը սաղ կտա, հերիք չի, որ վերաբնակացում կլինի ադրբեջանցիներով Հայաստանից Հանրապետությանը, հերիք չի, որ մենք հայրենիքը կորցնենք, ապա եռագույնի տեղը կքայլեն երիտասարդներ այս դրոշներով, խնդրեմ տեսեք։ Ես ուրախ եմ մեր երկրի համար։ Հիմա մենք կարող ենք խաղաղ ապրել։ Այլ երկրներից եկած տղաներ, մի վախեցեք Հայաստանից։ Ես ինչ եկած տղաներ, այլ փորձանեն Չէ Նիկոլ, սրան է ստանում, չէ, պղծելու, այլասիրվածության և դավաճանության, չի լինելու և չի լինելու, ժողովուրդ ջան, հետևեք, վերջի պահին ես կասեմ իմ կարծիքը, դուք կարող եք ընդունել, կարող եք չընդունել, և դա ասում եմ անկեղծ, յուրաքանչյուր ձեր որոշում իմ համար ընդունելի է, երկրորդ հարց է, համաձայն եմ ես, թե ոչ, բայց ես իմ կարծիքը կասեմ, նույն ձև դուք կարող եք լսել ինձ, իսկ անել ձեր սրտի թելադրածը, ձեր գաղափարի թելադրածը, լավ եղեք, ամուր եղեք, կեցցե Հայաստանից Հանրապետությունը, կեցցե հայ ազգս, կեցցե հայկական սփյուռքը, կեցցե ջավախկա հայությունս, կեցցե Արցախը հայությունս, կեցցե հայկական Արցախը, Նիկոլ Փաշինյան, Ալեն Սիմոնյան, հայկական Արցախը եւ ոչ մի իքիբիր 1, 2, 3, 4, 5, 6 եւ տենց շարունակ, դու մեկ-մեկ հաշվում ես ազգային ժողովում, լավ ստացվում էր, ես ինչ եղավ, մոռացար հայրեն հաշվարկները, կեցցե մեր առաքելական սուրբ եկեղեցին, կեցցե կաթոլիկոսը անկախ իրեն անունից, կեցեք դուք ավակ քույրեր եւ եղբայրներ, տատիկներ եւ պապիկներ, ձեր ցավը տանեմ, վճռական խոսքը ձերն է, մենք մերը ասելու ենք, հələ թող հայկական ուժերը չգան հունիսի 7-ին, լավ եղեք ժողովուրդ ջան, ամուր եղեք, մեր Մասիս լեռով, մեր Սևանա լճով, մեր հայրենիքով, միայն առաջ, ստեսություն, հույսով եմ կհանդիպենք, Աստված բոլորիս պահապան։